Բարև ձեզ սիրելի հետևորդներ, իմ հետևում քաղաք Գորիսն է, ես մոտ 1 ամիս է Սյունիքի մարզում եմ եւ այստեղ ամեն ինչ շատ լավ է, բայց երեք Երևանից, այլ մարզերից ես տեղեկացա, որ այստեղ իբր խնդիրներ կան, ինչ-որ կրակոցներ եւ այլն, այնինչ այդ ամեն ինչը չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն Ադրբեջանում կարող է մեկը օդ կրակել կամ չգիտեմ իրենց սահմաններում, դա չի նշանակում, որ դա պետք է անհանգստացնի Սյունիքի մարզում գտնվող մարդկանց։ Դա մեկ։ Եվ երկրորդը գիտեք ամենավատը որն է, որ յուրաքանչյուր ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ որ տուրիստական սեզոնը բացվում է, այստեղ հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային կենտրոնները սպասում են, որ հեսա մարդիկ են գալու անընդհատ եւ դա բնականաբար գումար է գալիս եւ այլն, այստեղ էլ շատ գեղեցիկ բնություն, շատ լավ մաքուր օդ, ամեն ինչ հիանալի, բաց երկինք, գեղեցիկ քաղաք, Տաթևից սկսած մինչև Խնձորեսկի կամուրջ գեղատեսիլ լիքը տեսարժան վայրեր եւ այլն, ու ինչ որ մարդիկ, ինչ որ ուժեր, ինչ որ լրատվամիջոցներ փորձում են ապատեղեկատվություն ասեմ, թե ասեմ պանիկա տարածել Սյունիքի մարզի հետ կապված։ Հարգելիներս, չգիտեմ ինչ պատճառներով եք դուք դա անում կամ ովքեր են պատվիրում նման բաներ, բայց դրանով միայն վնասում եք Սյունիքի մարզին, որովհետև այստեղ ամեն ինչ շատ լավ է եւ դուք փորձում եք պանիկա տարածել եւ դրա արդյունքում անհանգստություն առաջացնել ոչ միայն սյունեցիների կամ Հայաստանի այլ մարզերի բնակիչների համար, այլ նաեւ այն մարդկանց համար, ովքեր որ ցանկանում են գալ այստեղ եւ վայելել այստեղի գեղատեսիլ վայրերը, բնությունը, մաքուր եւ ամեն ինչը։ Մի արեք նման բաներ եւ երբ որ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեղեկատվությունը արդեն տարածում է, բոլորդ հենց դա տարածեք։ Ջնջեք նախկինում ձեր գրառումները, գրեք, որ սխալվել եք եւ այլն։ Իմաստ չունի փորձել պանիկա ստեղծել, հատկապես երբ դրա համար հիմքեր ընդհանրապես չկան։ Եվ մի քիչ որոշ մարդկանց էլ նաև ավելացնեմ, որ հասունություն ձեռք բերեք որոշ ուժերի, որովհետև վերջին օրերի ընթացքում արհեստական բանականության միջոցով տեսանյութ են պատրաստել, որտեղ ես եմ, այո, իմ դեմքն է, ես եմ խոսացողը, բայց ձայնը ուրիշ ձայն են դրել, այսինքն իմ YouTube-յան վիդեոներից մեկն են վերցրել, արհեստական բանականության վրա այնտեղ վրան ուրիշ ձայն դրել եւ իբր ռեպորտաժ են սարքել լրիվ անիմաստ թեմաներով, որոնց հետ ես ընդհանրապես կապ չունեմ, այնտեղ էլ չգիտեմ ինչ որ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի լոգոն են դրել եւ այլն, ես ձեզ լուրջ չեմ վերաբերվում ու դուք այնպես մի արեք, որ ձեր վրայով անցնեմ, սենց ասեմ, ձեզ մի քիչ հասուն պահեք, ձեզ մի քիչ լուրջ պահեք եւ եթե կարող եք խելքով շարժվեք, եթե իհարկե այդ խելքը ունեք։ Այսքանը հարգելի հետևորդներ, այսքանը հարգելի հայրենակիցներ, եկեք Սյունիքի մարզ, եկեք Գորիս, հանգստացեք, այստեղ ամեն ինչ շատ լավ է, ձեզ լավ օր, կհանդիպենք։